համար նախ քանի որ Անշանյանց սկսեց ընտրական գործընթացի վերաբերյալ մի քանի նկատառումներով, որպեսզի պատկերացնենք, թե մեր երկրում ինչի վիճակ է ժողովրդավարության տեսանկյունից եւ Տիկին Վարդանյանը եւ պարոն Դանիելյանը գալիս ենք ազգային ժողովի արտահերթ դիսկից, որտեղ ներկայացվել է ընտրական օրենսգրքի փոփոխություն, ուշադրություն դարձրեք, էլի 5 ամսից ընտրություններ ա, 3 արդեն, իրանք փոփոխություններ են մտցնում, սահմանափակում են դիտորդական առաքելությունը, բուն օրինագիծը հրապարակվել է 3 ժամը 6:30-ի 7-ի կողմերը, այսինքն անձամբ ես իմացել եմ, որ արտահերթ նիստ տեղի է ունենալու ԿՊ-ական պատգամավորներից մեկի Facebook-յան ստատուսից, գրել է վաղ արտահերթ լինելու, հետո գնում եմ Ստրասբուրգ, որից 5 ժամ հետո նոր օրինագիծը հրապարակվել է, որը հստակ սահմանափակում է դիտորդական առաքելությունների գործունեություն։ Այս մթնոլորտում ենք մենք ապրում։ Եվ առհասարակ ես մթնոլորտի մասին խոսելիս զուգահեռ տանելով գործին Երման ջրի մեջ մտցնելու հայտնի գիտափորձին, ուզում եմ մի վայրկյան կանգ առնենք ու մենք պատկերացնենք ինչ է մեր շուրջը կատարվում։ Ես գիտեմ, որ մենք բոլորս այդ ամեն ինչը շատ լավ գիտենք, բայց քանի որ այդ ամեն ինչը կաթիլ, հատա տեղ ունեցել, մեկ ամբողջության մեջ մի քիչ բարդ է դա անցնել։ Սիրելիներս, հիմա Հայաստանում մարդ կա, ով 15 օր հացադուլ է անում։ Անարդարության պատճառով, իսկ հացադուլը ամենածայրահեղ միջոցն է պայքարի։ Մեր առաքելական սուրբ եկեղեցու սրբազան հայրերը անազատության մեջ են։ Մեկին տերորիստ են փորձում անվանել, մյուսին փորձում են պուտչիստ անվանել, այո, մյուսին ինչ-որ ծիծաղելի մեկ այլ մեղադրանք են առաջադրել։ Հայաստանի Հանրապետությունում մեր ամենահայտնի բարերարներից մեկը մի քանի վայրկյանանոց խոսքի համար հայտնվել է անազատության մեջ, շարունակում է լինել անազատության մեջ, որովհետև տնային կալանքը նույնպես անազատություն է, եւ կես տարուց ավել անցկացրել է բանտում։ Վազգենը եւ Նարեկը, որոնք հայտնի հասարակական գործիչներ են, իրենց խոսքի համար անազատության մեջ են։ Բայց մի հատ հասկանանք, թե ոնց է դա տեղի ունեցել։ Ազգային ժողովի նախագահի աթոռը զբաղեցնող անձը կեղտոտ հայհոյանք է հրապարակել տղաների հանդեպ, տղաները դրան շատ ավելի մեղմ պատասխան են տվել, եւ այդ նույն մարդը հաղորդում է ներկայացրել իրանք դեմ։ Կամեն արա։ Մենք ունենք տնային կալանքի մեջ գտնվող Դավիթին Համբարձումյան, ով Մասիս քաղաքի քաղաքապետներ եւ իմպիչմենտի միասնական թեկնածու, ում հանդեպ պարզապես խայտարակություն էր տեղենում, ինչպես եւ բոլոր դեպքերում, այնտեղ բացառապես ամիսների հարց էր եւ հատուկ դատավորը, որը երբեք նման օրինակ գործով նման վճիռ չէր կայացրեց այնպիսի վճիռ, որ հատուկ կարողանան ազատությունից զրկել պարոն Համբարձումյանին։ Երբ ես սկսում եմ թվարկել քաղաքապետներին, միշտ առաջանում է այդ խնդրը, որ ինքան շատ են մեր ընկերները, որ վախենում եմ կարող է իմ ընկերներից ինչ-որ մեկին մողրանամ, իսկ դա անթույլատրելի է, որովհետև բոլոր մարդիկ նախ մեր համար են պայքարում, երկրորդ մեր պայքարի ընկերներ են։ Արտուրը Սարգսյանով անազատության մեջ է գտնվում, Գյումրու քաղաքապետը ու շատ մեր ընկերներ, Լիդիանով երկար ժամանակ անազատության մեջ էր, ու այսպես շարունակ։ Հիմա խնդրում եմ մի վայրկյան պատկերացրեք, եթե 8 տարի առաջ դուք զարթնեիք ու ձեզ ասեին, գիտեք ինչ Հայաստանում մարդ կա, որ 15 օր հացադուլ է անում, հոգևորականները այդ թվում սրբազան հայրեր, եպիսկոպոսներ անազատության մեջ են, ազգային բարերարը անազատության մեջ, բլոգերներն անազատության մեջ, հասարակական գործիչներ, պատկերացնում եք այդ իրականությունը։ 50-ից ավել մարդ, ու դա մարդիկ են դրանք, մարդկային ճակատագրեր են։ Դրանք մարդիկ են, որոնք պայքարում են մեր խոսքի ազատության համար։
այդ թվում նաև իրենց պայքարի շնորհիվ է, որ մենք հիմա կարողանում ենք այս ամենի մասին խոսել, ինչը հեչ ցուցանիշ չի, կարող ենք շատ արագ հայտնվել նաև իրենց կողքին, բայց շատ կարևոր է, որ մեր հասարակությունը հասկանա, որ այդ մարդկանցից յուրաքանչյուրը իրենց ազատությամբ, իսկ Նարեկը նաև իր առողջությամբ պայքարում է մեր իրավունքների համար։ Ու դրան անտարբերությամբ անդրադարձնելը կարծում եմ առնվազն անշնորհակալություն կլինի, իսկ մենք անշնորհակալ ազգ երբեք չենք եղել։ Ես կուզենայի նաև ձեր ուշադրությունը դարձնել երկու փաստի։ Առաջինը նորից վերադառնալով Նարեկի եւ Վազգենի кейսի, այս кейսը էական է նաև նրանով, որ այնտեղ ոչ միայն անհատների նկատմամբ բռնաճնշում, անհատ այլախոհների նկատմամբ բռնաճնշում, այլ նաև մեկ այլ անդին դա փորձ է լրացնել լրատվականին, որովհետև անտիֆեյք լրատվականը, որի մասին ավելի մանրամասն վստահ եմ պարոն Ֆիդանյանը կխոսի, երբ Նարեկին ու Վազգենին կալանավորեցին, նաև առգրավեցին անտիֆեյքի ողջ տեխնիկան։ Այսինքն սա ոչ միայն նրա համար էր, որպեսզի ճակերտների մեջ փորձեն պատժել Նարեկին եւ Վազգենին, այլ նաև կասեցնեն անտիֆեյքի գործունեությունը, ու այսպիսի օրինակներ մենք շատ ունենք։ Նույն անձը ինչ որ նամակ է գրել գլխավոր դատախազին հարվածում 8 ժամ լրատվականի հետ կապված, եղել են բազմաթիվ թիրախավորումներ հայելի ակումբի նկատմամբ եւ շատ ու շատ այլ լրատվականների բարակը։ Այսինքն մենք հասել ենք արդեն այն մակարդակին, որ դա ոչ միայն անհատների, այլ նաև լրատվականներին լրացնելու փորձերը։ Երկրորդ փաստը, որի վրա ես շատ կուզենայի ուշադրություն հրավիրել, դա մոտ մի ամիս առաջ տեղի ունեցած այդ դիմումն էր Եվրոպական միությանը 15 միլիոն դոլար տրամադրել Հայաստանում արտաքին ներգրավվածության դեմ պայքարի համար, foreign interference-ի դեմ պայքարի։ Ու այս հարցը նույնպես անհրաժեշտ է դիտարկել երկու հարթություններ։ Առաջինը բնականաբար բուն foreign interference-ն է, այսինքն արտաքին որևէ դերակատարի ներգրավումն է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, որովհետև այդ գումարի տրամադրումը հենց դա էլ նշանակում է։ Էլ ես չեմ շարունակելու, որ ես մի 4-5 տարի ամեկ 250 միլիոն էր, 5 միլիարդ էր, մի խոսքով ինչ փող ասես գալիս էր։ Այդ փողերի հաշվետվողականության հետ կապված ես ճիշտ ասած դեռևս որևէ տեղեկություն չունեմ, բայց վստահ եմ, որ այս 15 միլիարդը շատ արագ կգա, եթե դեռ չի եկել։ Այսինքն առաջինը այո, արտաքին ներգործություն։ Բայց այստեղ կա նաև երկրորդ, այսպես ասած, թաքնված հարթություն։ Ինչ է նշանակում է դիմումը եւ Եվրոպական միության կողմից դրան տրված դրական արձագանքը։ Դա նշանակում է, որ մինչև ընտրություններ եւ ընտրություններից հետո Փաշինյանի բոլոր բռնաճնշումները, բոլոր վայրագությունները, իրավական համակարգի օգտագործումը քաղաքական այլախոհներին ճնշելու համար փաթեթավորվելու է, ես պայքարում եմ արտաքին ներգործության դեմ բրենդի ներքո։ Ինքը տեղյակ է, որ Եվրոպական միության մի շարք երկրներում այդ թեման շատ աղդի թեմա է, շատ քննարկվող թեմա է, ես ոչ մի զուգահեռ որևէ երկրի հետ տանել չեմ ուզում, եւ ինքը որոշել է խայբից օգտվել եւ իր հետագա բոլոր բռնաճնշումները քողարկել այդ հասկացության տակ։ Այսինքն, եթե միջազգային կառույցները, շատ երկրների դեսպանատներ, որոնք միշտ աչքի են ընկել ժողովրդավարության, խոսքի ազատության վերաբերյալ իրենց շատ ուշադիր մոտեցումներով, եթե առաջ կար լռելիային քարտ պլանշ կամ լռելիային թույլատվություն այդ ամենը իրականացնելու Փաշինյանի պարագայում, հիմա արդեն դա հրապարակային է եղել, որովհետև կարծում եմ չկա Հայաստանում մի քաղաքական գործիչ, ով այդ մեսիջը տենց շատ հստակ չի հասկացել։ Դա այդ է ինչ մեզ սպասում է, գիտեք, բայց կա մի շատ կարևոր կետ, թե ինչ կարող է անել, ինչի ունակ է Փաշինյանը, ինչ է պատրաստ անել, կարծիքով գիտենք բոլորս, ես որ Աստված շատ լավ գիտեմ։ Այստեղ շատ ավելի կարևոր է մեր այն մի հարց, թե մենք դրա հետ կապված ինչ ենք անելու։ Մնացած հարցերը իրականում այդքան էլ էական չէ։ Եվ եզրափակելով, շարունակելով Պարսենյանցի ասածը միասնականության վերաբերյալ, ես չեմ կարող ընկալել այս կամ այն քաղաքական գործի կողմից մեր եւ ձեր քաղաքապետարների բանալու։
բռնական բանտարկյալները մեր եւ ձեր չեն լինում։ Մենք բոլորս պարտավոր ենք ամեն ինչ անել մեր պայքարի ընկերների ազատության, ապահովման, պաշտպանության համար։ Այս պահին անազատության մեջ գտնվող եւ մասնակիորեն ազատության մեջ գտնվող հալածյալ մեր պայքարի ընկերների շրջանում կան մարդիկ, ովքեր ում կարծիքի հետ ես բացարձակ համաձայն չեմ այս կամ այն հարցում, ավելին հրապարակային բանավեճեր ենք ունեցել, բայց դա չի նշանակում, որ որևէ կերպ մենք պիտի մասնակից չլինենք իրենց իրավունքների պաշտպանության պայքարին։ Ուստի միանալով Պանսոնյանցի ասածին վերահաստատում եմ, որ չեն կարող լինել մեր եւ ձեր քաղաքապետարների պաշտպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է եւ հանրապետականը ինչպես առաջ, այնպես էլ հիմա եւ ապագայում շարունակելու է այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում, որովհետեւ մենք մեր մաշկի վրա ամենատարբեր մակարդակներում, սկսած մեր կուսակցության նախագահի դարաշրջանից շարունակած գործադիրի անդամներով, խորհրդի անդամներով եւ շարքային կուսակցականներով զգացել ենք լեզուս չի պետք սրան ռեպրեսիվ մեխանիզմ անվանել, որտեղ մի քիչ շատ այդպես բան է, արժևոտում Փաշինյանի, բայց ամեն դեպքում իրականության մեջ դա հենց այդպես է։ Շնորհակալություն։ Պարոն Մամեջանյան, մի հարց ձեզ, որպես կուսակցության գործադիր մարմնի անդամ, որը ԵԺԿ անդամ է, ես ուզում եմ իմանալ